Սիվնետի թիմը Ստեփան Ծմինդայի բեռնատարերի կայանման կետում է տասնյակ բեռնատարեր են այստեղ թիկունքում տեսնում եք ջերմուկ գրությամբ բեռնատար է ինչպես հայտնի է Ռուսաստանը արգելքներ է սահմանել ջերմուկի համար Ռուսաստանում գտնվող մեծ թվով ջերմուկ հանքային ջրի նմուշները հանել է վաճառքից վարորդներից մեկի հետ ներեցեք մենք լրագրողներ ենք Երևանից դուք ջերմուկ եք տեղափոխում իսկ ինչ եք տեղափոխում այլ բնույթի ապրանք դատարկա այսինքն գնում եք ընդեղից բերելու եք ինչ որ ապրանք լավ շնորհակալ եմ Տեսեք վարորդներից մեկի հետ զրուցեցինք տվյալ դեպքում այս մեքենան դատարկ է այն գնում է Ռուսաստան այլ ապրանք բերելու ես այստեղ մեկ այլ վարորդի հետ էի զրուցել նա էլ ասում էր որ բենտոնիտ է տեղափոխում Ռուսաստան եւ այնտեղից այլ ապրանք պետք է բերի այս ճանապարհով վարորդները փորձում են լուծել այն սահմանափակումները, որոնց առջև հիմա կանգնած են, փորձում են որևէ ձև վաստակել իրենց գումարը։ Այդպես խնդիր երբեք չի ել։ Պրոստո էս արանքում ոնց որ մի քիչ ավելի շատ է։ Հիմա Պուտինը թույլ չի տալ, թե խի չգիտենք։ Այդ թոշակը ավելացրե, ես իմ Նիկոլը ինչերա արե, եթե այդ հարկատուն հարկը չտվեց, այդ թոշակառույն թոշակը որտեղից է տալու, ինձ հետաքրքիր է էլի ուղղակի։ Դες խոստումներ ատավե, չգիտեմ ինչեր արե, ընդհանրապես ասենք արտաքին քաղաքականություն ինքը չունի, այդքան բանը կարամ ասեմ, որ կարանար գոնե Ռուսաստանի հետ, չես ուզում մեզ գնաս Եվրոպա, գնա Եվրոպա, բայց ոնց ասած քո հին ընկերոջը մի քցի, պետք քցելու պահը արդեն քցում ես դու Իսկ ինչքան եք ստեղ սպասել, ինչ որ սպասելու հետ կապված խնդիրներ բաներ չի առաջանում, չէ՞։ Դե չէ, Վրաստանում սպասելը խնդիր չի է, ստեղ չեմ պահում, երկար ժամանակ չես անցկացնում ստեղ, բայց ասենք Ռուսաստանում շատ հնարավոր է պահեն։ Ասենք հետ գալուց, հիմա որովհետև դատարկ եմ գնում, դատարկ ժամանակ ոչ դե պրիչին չկա։ Ասենք գրուզ չունեմ, մեջը որ կարանան, ասենք գրուզի պահով պահեն, ինչ-որ բան անեն, իսկ Հետ գալուց կարա խնդիր լինի։ Հետ գալուց շատ հնարավոր, որովհետև անցած ռեսը ես այն կողմից գալուց, դոկումենտներս աֆորմի տարած, պատրաստի դրած, 3 օր սպասել եմ, դաժե 3 օր սպասելուց հետո ես մարդ եմ ուղարկել վերև, որտեղ որ դոկումենտներս են, տամոժի որնդեղից պիտի զանգեին ինձ կանչի, մարդ եմ ուղարկել դեղ ավտոյիս համարները տվել եմ տարել, ասել են, նոր այդ դոկումենտները ընդեղից բան են արել, որ հա, այդ ավտոյի դոկումենտները մեր մոտ է պատրաստ, թող դուրս գա։ Բայց այդ արհեստական են, նախկինում էլ էին տենց անում, թե սա։ Չէ, նախկինում այդպես խնդիր մենք չենք ունեցել, ընդհանրապես Իսկ Միրգ Բանջարեղենը ավելի ձեռնտու էր տանելը, ավելի ֆինանսաբեր լավ էր, հա։ Ձեզ համար որպես բեռնափոխադրող։ Դե բեռնափոխադրողի համար էլ էր լավ, ասենք, գյուղացու համար էլ այդ լավ։ Ես ամեն գյուղացի եմ, այնպես չի որ ես համ գյուղացի եմ, համ բեռնափոխադրող եմ։ Ճիշտ է, ես իմ սեփական գյուղմթերքը չէի տեղափոխում, ես տալիս էի ուրիշներն էին տեղափոխում, բայց դե ամենայն դեպս ասենք գյուղացու մթերքը արտահանվում էր, գյուղացին շատ մարդիկ կան ասում են, ախպեր ջան, արեք ես կանանչիով ու ես ծիրանով կամ դեղձով հայրենիքը չվաճառենք, հայրենիքը, գյուղացին հայրենիքը չի վաճառում, իր ստեղծածն է վաճառում, եթե գյուղացին այդ իր ստեղծածը չվաճառի, ինչ պետք է անի, ստիված ու Ես տարիների մշակած ասենք հասուն ծառեր են սարքի արդեն մարդիկ։ Այդ ծառերը պետք է քանդեն թափեն են, հեսա արդեն ծորենի մասին էլ է խոսքը։ Էդում որ Ռուսաստանը
ֆիտոյով գրուզներ այն կողմից էլ բաց չի թողելու։ Դա դառնալու է խնդիր։ Հենց ծորենը, ուրիշ բան չեմ ասում։ Հացը որտեղից են բերելու Հայաստան։ Կազախստանից, Ադրբեջանից։ Ադրբեջանը ծորեր չունի, Ադրբեջանն էլ պետք է թե ուրիշից Կազախստանից առնի, Ուկրաինայից առնի, բերի կրկնակի ծախի Հայաստանի վրա։ Այդքան դուխ ունի Հայաստանը, որ կրկնակի համ գազը առնելու, համ ծորեն առնելու, ամեն ինչ առնելու։ Ուղղակի ժողովուրդը պետք է հասկանա, որ այդպես չի լինի։ Իսկ քանի տարի է գործում եք։ Այ 10 տարուց ավել։ 10 տարուց։ Եթե հետ հայացք եք նետում, առաջի անգամ է, որ սենց խնդիրներ են, թե ամենատարի էլ սենց լինում է։ Այդպես խնդիր երբեք չի ելել։ Այդպես խնդիր։ Էլ են խնդիրները, ասենք, որ ասենք տեղային խնդիրներ են ելել, ասենք դոկումենտացիայի խնդիր այլ է, դոկումենտացիան խնդիր ունեցել ինչ որ կարող է զադերժկա եսել է։ Այս ռադիան օգտագործում եք։ Այո։ Ու ոնց ինչ եք անում։ Հիմա ձեզ ինչ է հետաքրքրում։ Միանում է։ Հա, միացրած է հիմա վարորդները ոչ Հա, վարորդները իրար հետ հա, կապի եք դուրս գալի։ Եթե ասենք ճանապարհին էլ ինչ-որ բան կա պատահած, մարդիկ միացնում են։ Այսինքն մի ալիք կա, բոլորդ այդ ալիքին միացած եք։ Հիմա 10-րդ ալիքը հայկական ալիքն է։ Եթե ասենք կարանք փոխենք, ասենք ես ու դու ենք ուզում շփվենք իրար հետ, փոխում ենք օրինակ, ասենք ասում ենք փոխի 9-րդի վրա, որ ուրիշներին չխանգարենք։ Հայերից լսողներ կան ստայանկայում կայնազներից։ Ախպերս նորը ստայանքադի մետնիմ։ Այս շլամբավոյի մոտի մեքենան է երևի։ Ջան, ինչ է եղել։ Մեջ Հայաստանից մարդիկ էին եկել այստեղ, ուզում էին, ասենք, շոֆերների հետ լրագրող են որոշում եկել, ուզում են զրույց անեն, տեսնեն ինչ կա, ինչ խնդիրների առաջանկային վարորդները, այդքան մի բան։ Եղավ ողբերս, Սանդրևին ինչ լրագրող։ Դե հենց հիմա ես քո դեմ դիմաց կայնած մեքենային կապուտ մանն է։ Իմ մեքենայի մեջ նստած զրուցում ենք։ Դեմ չեն։ Չոտի աղջանի, անձերը գետրի։ Եթե ասենք ընդեղ էլի մարդիկ կան, մարդու ոնց ասած մեր օգտի համար անում էլ ինչ որ անում է մեր օգտի համար անում։ Մեր դիմացի մեքենան հիմա մեր հետ կապի մեջ է։ Հայաստանը տանելու են Հայաստանի ժողովուրդն էլ ատենալու, մեքենան էլ ատենալու, խնդիրներն էլ իմանալու, եթե լուծում առնելու այդ խնդիրների լուծում կտարածվի։ Թողեցած դեպսազի տամոժին է, ռսի տամոժին դեր ավտոները սաղ կայնած, որը պարծած որը դարդան։ Թողեցան են դեր, սեղիշ կա, ստիցը մի տոտ, դեստա հազար թողակ գեշտան։ Դեպի Ռուսաստանից գալացողների մասին է խոսքը։ Ես թողի է գալացող էլ, հենց ընդեղը, ռսի տամոժին թողեցան, ստեղիշ կա։ Դե գնացել են ընդեղ, ասում է, մենք ասենք մտնենք ընդեղ նկարահանելու բանը, ասում է, դե Չեն թողելի, այսենց ասենք։ Շոֆերների հետ ինչ կա հարճու փորձեր են, թող Փաշինյանին հարճու փորձեր են, Փաշինյանն ավել լավ գիտոլ, չեն թողում։ Հիմա Պուտինը թույլ չի տալ, թեխի չգիտենք։ Ուզում է որ իր սրտով լինի, էլ։ Դուք տանում եք դեպի Մոսկվա։ Այո, մինչև Մոսկվա գնալու է։ Այս կանաչ մեքենան, առաջի կանաչ մեքենան իմ մեքենան է։ Նման խնդիրներ միշտ եղել է։ Միշտ էլ եղել, ասենք, դասմոտրել, խոսքի էքսպերտիզացիա էլ, միշտ էլ ցանկացած բեռ հետ եղել է անդե։ Պրոստո այս արանքում ոնց որ մի քիչ ավելի շատ է։ Բարև ձեզ։ Ինչ եք տեղափոխում, ներեցեք։ Ինչ։ Ում։ Դեմ չեք նկարեմ։ Սենց նկարեմ զուգձենը։ Իսկ տեղեկիկ Միր Բանջարեղենի հետ կապած կարծես խնդիր կա, հա։
Լսել եմ, բայց տեղյակ չեմ, որովհետև իմ պալատկա է խալաջենի։ Ինչա։ Իմ բանը մեքենան պալատկա է, ոչ թե ռեֆ։ Հա։ Ես դրանով չեմ զբաղվում, դրա համար տեղյակ չեմ ավելի ռեալ։ Դեպի Ռուսաստան եք գնում։ Ինչ եք կարծում, խնդիր կլինի ձեր դեպքում։ Թե նորմալ է հումքի դեպքում կարծես Կարծեմ չի լինի։ չի լինի։ Լավ, մերսի, ամփորձանք։